Պարոն Սաֆարյանը, իշխանությունը Նիկոլ Փաշինյանը ընտրություններից օրեր առաջ օրինախախտ վարորդների համար կանաչ լույս է վառում, նրանց առաջարկում է, որ առանց քննության վերցնեն իրենց վարորդական իրավունքները։ Ճիշտ է, այնտեղ կանոններ կան, որ 1 տարի պետք է վարեն, եթե խնդիր չեղավ, նոր լիարժեք 13 բալ ունենան, այս փուլում 6 բալով պետք է վարեն, բայց դուք սա խնդրահարույց չեք համարում նախ այն առումով, որ սա քաղաքական թեժ process-ների ընթացքում է լինում, իսկ նման հազարավորներ, հարյուրավորները կան, եթե չասենք հազարավորները, եւ նրանք Նիկոլ Փաշինյանը նրանց ձայները գեներացնում է իօքուտ իրենց, դուք ինչպես կմեկնաբանեք։ Չեմ հակված ձեր այն կարծիքին, որ ձայները գեներացնում հօգուտ իրեն, որովհետեւ այդ նույն մարդիկ, որոնք օգտվում են վարչապետի բարի կամքի դրսևորումից, կարող են հանգիստ կերպով վարորդական իրավունքները վերցնեն եւ գնալ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը դեմ քվեարկեն ընտրությունների օրը։ Եթե այդ տրամաբանության մեջ վերաբերվենք, ապա մենք ունենք 100 հազարավոր թոշակառուներ, որը նրանց հանդեպ եւս կառավարությունը դրսևորել է մեծ հոգատարություն 10,000-ական դրամներով։ Եթե վերցնենք նաեւ վերջերս եվրոպական քաղաքական համայնքի տեղի ունեցած մեծ համաժողովը, հերթական համաժողովը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում, եթե վերցնենք Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում դպրոցաշինարարության ասմեծ վերելքը, ասմեծ թափը, մանկապարտեզների շինարարության, ճանապարհային շինարարության, գործարանների եւ այդ ամեն ինչ դիտարկենք այդ տրամաբանության մեջ, դե գիտեք ինչ, նույնիսկ Նիկոլ Փաշինյանի հանրային տրանսպորտով երթևեկելը կամ մեկ այլ այց, դա եւս համարվում է քարոզչություն, եւս համարվում է ռեսուրսների օգտագործում։ Ես գտնում եմ, որ դա վաղուց պետք է արված լիներ, միգուցե վաղուց պետք է արված լիներ, որովհետեւ նախ ներքին գործոս նախարար Արփինե Սարգսյանը հստակ պատկերացնում է այդ իրավիճակը, որովհետեւ գիտի, որ մի ահռելի չափերի է հասել ոչ ստապ վիճակում վարորդական իրավունքից զրկվելու այդ քանակը, բայց ես կարծում եմ, որ նաև լինելու են հստակ լծակներ դրանք հետագայում չկրկնվելու համար։ Գնահեք, հավանականությունը մեծ է դառնում, որ դուք, ես փողոցում մի օր կմնենք մեքենայի տակ, որովհետև մարդը եթե մի անգամ խմած լինելու պատճառով զրկվել է վարորդական իրավունքից, ով է երաշխավորելու մեր անվտանգությունը, որ նրանք երկրորդ անգամ խմած չեն նստելու ղեկին։ Նույն տրամաբանության մեջ մենք ունենք մեր երկրում հարյուրավոր եւ հազարավոր երևույթներ արգահատելի, բացասական, իհարկե դա դեռևս չի նշանակում, որ վարորդներին արդարացնում է։ Սա պարզապես կառավարության կողմից բարի կամքի դրսևորում է։ Ինչու ընտրության փուլում բարի կամքը դրսևորվեց, այդ մարդիկ ամիսներ, տարիներով ես ձեզ ասացի, չեմ ուզում երկրորդ անգամ կրկնեմ, սա մեծ քայլ է, հումանիտար մեծ քայլ է, սա բացարձակապես հունիսի 7-ին կայանալիք համապետական ընտրությունների նախօրյակին քարոզարշավի եւ հօգուտ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ձայն տալու տրամաբանության մեջ ես չեմ կարող ասել։ Երբ որ Նարեկ Կարապետյանն էր ասում, պետք է վերականգնել այդ մարդկանց իրավունքները, որովհետև նրանք տուն են պահում, իրենց հաց ստեղծելու միակ միջոցն է։ ԿՊ-ն դիվերսիա կազմակերպեց Նարեկ Կարապետյանի դեմ, այ որ ուզում եք հանցագործներին երթևեկելու բանը վերականգնվի եւ այլն, բավ պետք է հասարակության անվտանգության մասին մտածի, բայց մի երկու ամիս էլ երևի չի անցել այդ վիճաբանությունից, հերրակա վիճաբանությունից ԿՊ-ի ու Նարեկ Կարապետյանի միջև եւ ԿՊ-ն այդ նախաձեռնությամբ հանդես։ Նարեկ Կարապետյանը չի ասում, որ իր հորեղբայրը ասում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը եւ նրա ժողովրդին ամենամեծ օգնող բարեգործը ես եմ եղել, բայց առանց մի կոպեկի սեփականաշնորհվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ուրեմն բաշխիչ ցանցերը։ Նարեկ Կարապետյանը չի ասում, որ հեծը սեփականաշնորհումից հետո տասնյակ միլիոնավոր դոլարներով գրավ են դրել մեր բանկերում եւ տոկոսները վճարել են մենք հարկատուներս։ Նարեկ Կարապետյանը չի ասում, որ Սամվել Կարապետյանի մեր ձևով շարժումը բացարձակապես մեր ձևով միջամտելը բացարձակապես կապ չունի
հայրաքելական Սուրբ եկեղեցու Իմ ասածը ինչ կապ ունի ձեր ասածը։ Ձեր ասածը Նարեկ Կարապետյանը ինչ որ ասում է, ոտից գլուխ շուրտված է ասում, եւ ես պիտի ասեմ կոնկրետ իմ կարծիքով տեսնել նման տրամաբանություն Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքի մեջ Ինչ է կասկանդում ասել, որ կաշառք է, սա անուղակի կաշառք է։ Դե հիմա մենք ունենք մի առողջապահության համակարգ, որ նույնիսկ դոկտոր պրոֆեսորները, նաև բժշկության եւ առողջապահության ոլորտում աշխատած շատ մասնագետներ, որոնք նույնիսկ ժամանակին ունեցել են դրական իմիջ, դրական վարկանիշ, այսօր նախանձով են լցված կառավարության առողջապահության ոլորտի քաղաքականության, առողջապահության ապահովագրության 65 մարդկանց տարիքը պետպատվերով անվճար բուժօգնության հետ կապված, նաև այդ նույն քաղաքականությունը կրթության ոլորտի, թող ներքին գործերի նախարարությունն էլ այսպիսի մի մոտեցում դրսևորի իր քաղաքացիների հանդեպ եւ ես կարծում եմ սա նաև կլինի եւս մեկ քայլ, որպեսզի առհասարակ արմատախիլ արվի հետագայում հարբած կամ ալկոհոլ օգտագործած վարորդներին եւս մեկ անգամ հայտնվեն նման իրավիճակում։ Ես միայն կարող եմ սա բացատրել այս տրամաբանության մեջ եւ ընդհակառակը եթե ուզում եք դա իմանալ, դա մեր ժողովրդի հանդեպ մեծագույն հումանիստական քայլ է։ Պարոն Սաֆարյան, հիմա լավ, եթե այդ վարորդը վերականգնվում է երթևեկելու իրավունքը եւ իրեն ասում եք անքեզեսվեց բալը, եթե խախտում անես մի տարով էլի զրկվելու ես եւ վերականգնվելու է միայն քննության դեպքում, հա? Ինչ որ լծակներ կա, բայց լավ, եթե այդ մարդը այդ ընթացքում այդ վարորդը մարդա գցում մեքենայի տակ, սա արդյոք չի նշանակում, որ իշխանությունները ամենաբարձր մակարդակով ստեղծեցին պայմաններ, որ մարդ մահանա։ Նարեկ ջան, ես պիտի ասեմ, որ ձեր ասածը մասնավոր օրինակների դաշտից է։ Դե բայց անհատի կյանքը կարևոր է։ Այո, որ այդ վտանգը կարող է լինել, ես դա չեմ բացառում, բայց դա պետք է լինի պետության խիստ պետական հատկապես իրավապահ մարմինների առավել եւս ներքին գործերի նախարարության խստագույն հսկողության։ Ինչ են անելու, հա, ամեն նման մի վարորդի հետ կողքը բարեք չի նստած ման գալու։ Այո, դե գիտեք հիմա նույն ձևի կարող ենք ասել հանցագործությունների աճին կամ դանակահարելու դեպքերը, որ ասենք չենք կարող մենք խոհանոցից դանակները հավաքենք, բայց դա ձեզ ասում եմ հստակ կերպ։ Հա, դե բայց գոնե շնորհակալ ենք, որ դեռ դանակահարվածներին Նիկոլ Փաշինյանը Facebook-յան քվեարկությամբ ներելու իրավիճակներ չի ստեղծում։ Ես գտնում եմ, որ դուք որպես լրագրող շատ ազատ եք, բայց ես քանի որ մեր ժողովրդի հետ շատ եմ շփվում, իդեպ նաև պիտի ասեմ, որ ես վերջին ժամանակներս մի քանի հանգամանքների բերումով անձնական ես ինքս մեքենա չեմ վարում, բայց քանի որ շատ մարդկանց հետ եմ շփվում, ովքեր ունեն եւ վարորդական իրավունք եւ անձնական օգտագործման մեքենաներ, բոլորը միաբերան ուրեմն շատ բարձր են գնահատում կառավարության ցույց տված այս աջակցությունը մեր ժողովրդի հանդեպ։ Քարոզարշավի ընթացքը ինչպես է գնահատում, տեսնում ենք անցել են վիրավորանքների, արդեն 5 է պակաս, որ սեռական բնույթի հայհոյանքներ սկսեն իրար տալ։ Հերյուրանքները ցավոք սրտի մի անգամ ես կարծեմ լինելով ձեր հյուրը ասել եմ, որ հերյուրանքները ցավոք սրտի բարարդ հող են ստեղծում նախատինքների ափերցփար արտահայտությունների, անձնական վիրավորանքների, այլևս ոչ կառուցողական մոտեցումը դեռևս ես սա համարում եմ շատ մեծ, կարելի է ասել շնոր թեկնածուների եւ նրանց կուսակցությունների ցուցակը առաջնորդող գործիչների համար։ Տեսեք, այո, այստեղ էլ կարող եք ինձ ասել, որ Նիկոլ Փաշինյանը այսպիսի հանդուգն արտահայտությունների անոմափերից դուրս է գալիս եւ այլն, նարեկ, տեսեք, դուք յուրաքանչյուր 5 շաբթի կարծեմ ներկա եք գտնվել կառավարության ղեկավարի ճեպազրույցում, կառավարության ուրեմն այդ ճեմասրահում, որտեղ վարչապետը հանդես է գալիս ուրեմն ճեպազրույցով, բրիֆինգով։ Տեսեք, ես ուղղակի նողկանք եմ ապրում մոտավորապես, ասեմ, այլևս ասեմ ուժեղ Հայաստանի եւ Հայաստան դաշինքի ղեկավարների արտահայտություններից, հատկապես Հայաստան դաշինքի։ Վերադառնում նաեւ Նիկոլ Փաշինյանի։ Տեսեք, ասում է ես չեմ ասել, Ալիևն է ասել հարբեցող ծաղրածու։
Տեսեք, ասում է, ես չասեմ այ համբալ, այլ ասեմ Ալիևի համբալ։ Տեսեք, մեկ ուրիշը նախկին սոցիալ նախարարը, որը ընդամենը հայտնի է որպես մանկատան փողերը գրպանող, ես ձեզ մի անգամ ասել եմ, իմ համար կամ Արարատի այս մարզում վերջերս մանկապղծության համար մեղադրվողները կամ մանկատան փողերը գրպանող նախարարները, նույն մանկապեղծն է, ոչ մի տարբերություն։ Եվ ասում է վարչապետի ծնունդը, Նիկոլ Փաշինյանի ծնունդը արդեն իսկ թյուրիմացություն է, արդեն իսկ նողկանք է։ Մեկ ուրիշը ասում է եկեղեցու հետ կապված հայ առաքելական եկեղեցին չկարողացան ոչնչացնեն այս ուժերը, բայց Նիկոլին դա հաջողվում, Նիկոլը ընտրել է այս ճանապարհը, բայց չի հաջողվելու։ Մոռանալով կամ պատմության մասին պատկերացում չունենալով, խոսքը ուժեղ Հայաստան կուսակցության, չգիտեմ, առաջնորդի մասին է, որը ցուցակում չկա, բայց ամենապրիմիտիվ պատկերացումներ չունենալով ինչ է իրենից ներկայացնում հայ եկեղեցին։ Այլևս չեմ խոսում Գագիկ Ծառուկյանի մասին, որը բացի հայտարարում է Լուկաշենկոն իմ ընկերն է, նա մեր ժողովրդի մեծ բարեկամն է։ Ես ունեմ ներքին տագնապ եւ ներքին ենթադրություն, խորը տրամաբանություն, որովհետեւ Լուկաշենկոն Գագիկ Ծառուկյանի բարեկամն է եւ ընկերն է, եւ Լուկաշենկոն Ալիևի հետ միասին մասնակցել է Լեռնային Ղարաբաղի հայաթափմանը եւ հետ նվաճմանը, ուրեմն Գագիկ Ծառուկյանը եղել է Լուկաշենկոյի հետ միասին այդ ծրագիրը իրականացնելու ժամանակ։ Եթե նա կարող է այդպիսի լպիր արտահայտություն անի, ցինիկ հայատյաց արտահայտություն անել, ուրեմն ես ունեմ խորը տագնապներ, որ նրանք միասին են իրականացրել այդ ծրագիրը։ Եվ ինչ է նշանակում այդ արտահայտությունները։ Այո, ասել, որ վարչապետը զերծ է մնում նման արտահայտություններից, իհարկե ես հեռու եմ նման մտքից, բայց ես պիտի ասեմ 1, 2, 3 եւ առհասարակ այդ համբերության բաժակը լցվում է։ Այլևս չեմ խոսում ընտանիքին վարկաբեկելը, անիմաստ տեղը, ուրեմն վայրահաչոցներ հորինելը, անիմաստ տեղը պիտակավորելը, անիմաստ տեղը սրբություններին կպնելը։ Եթե թույլ կտակ երկու բառեր ես կասեմ։ Բոլորս գիտենք ինչով է զբաղվում եւ նախկինում ինչով է զբաղվել Գագիկ Ծառուկյանի ընտանիքը, նրա աղջկա ամուսինները եւ այսօր նրանցից քանիսի հանդեպ կա հարուցված ինչ գործեր։ Լրիվ արդարացիորեն։ Բոլորս գիտենք ինչով է զբաղված Քոչարյանի ընտանիքի անդամները եւ առանց ամոթի զգացում ունենալու, առանց ամոթի խայծ զգալու երկրորդ նախագահի կինը հայտարարում է մենք մղձավանջի մեջ ենք ապրել այս 8 տարում եւ պիտի մենք շուտ անենք որպեսզի հաջորդ տարիները չլինեն եւ նրա տղաները եթե դուք ունեք այդպիսի հայրենիքի հանդեպ մեծ մոտեցումներ ապա գնայիք Արցախի բանակում պաշտպանական բանակում անցկացնեիք ձեր ծառայությունները այլևս չեմ խոսում ուժեղ Հայաստան կուսակցության ղեկավարների ընտանիքներին, որոնցից ոչ մեկը իր ծառայությունը հայրենիքի հանդեպ իրենց պարտքը չի կատարել։ Գալով կառավարության ղեկավարին սիրով ասեմ հետևյալը. Նիկոլ Փաշինյանը իր որդուն ուղարկել է Արցախի պաշտպանական բանակ զինվորական ծառայություն անցնելու համար։ Նիկոլ Փաշինյանի որդին Աշոտ Փաշինյանը մասնակցել է 44-օրյա պատերազմին եւ ողջ է մնացել, եւ Նիկոլ Փաշինյանի երեխաները զբաղված են տարբեր մասնավոր ձեռնարկատիրական գործունեությամբ իրենց տունը կամ կենցաղային պայմանները ապահովելու համար։ Ես ուզում եմ հարցնեմ, կա մեկը այդ բոլոր տեխնացուներից մեկը, որը ունի այսպիսի դրսևորում իր ընտանիքի, իր մոտեցման եւ մնացած հարցերի շուրջ։ Պարոն Սաֆարյան, ձեզ մոտ Տիգրան Ավինյանի Մայկատ-Ռուսիկ օպերացիան նողկանք չի առաջացնում։ Միանշանակ ես չեմ ընդունում դա։ Նիկոլ Փաշինյանի խոսույթը համբալներ կզցնելու ենք, դա նողկանք չի առաջացնում։ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ խոսույթը, որ մեռելիս դա չի ասում, ըստ էության Լևոն Տեր-Պետրոսյանին, դա նողկանք չի առաջացնում եւ Քոչարյանի տիկնոջ Ծառուկյանի եւ Ծառուկյանի ընտանիքի արածն է ձեզ մոտ նողկանք առաջացնում։ Կզցնել բառը, որ ես նույնիսկ կամաչեմ, թեկուզ նույնիսկ ամենատղամարդկանց շրջավ, ես կյանքում այդպիսի տերմին չեմ օգտագործի, այդ բառը դուրս է եկել Ռոբերտ Քոչարյանից։ Ուրեմն համբալ բառը դուրս է եկել Ռոբերտ Քոչարյանից։ Հիմա մենք կարող ենք հետ տալ ու ասել, ընտանիքը նողկանքը ո՞րն է։ Իհարկե, իսկ ով ասել, որ ես պիտի
Տիգրան Ավինյանի կամ մեկ ուրիշի ուրեմն արգահատելի, ոչ բարոյական կամ չգիտեմ, ասենք ոչ թույլատրելի մոտեցումները արդարացնեմ կամ ասեմ, գիտեք ինչ, ես դա աջակցում եմ։ Այդպիսի բան լինել չի կարող։ Իմ ասելիքս այլ բան է, Նարեկ ջան։ Ես ուզում եմ ասել, որ ինքը ինչքան խստապահանջ է իր թիմի նկատմամբ, կրկնակի անգամ խստապահանջ է իր ընտանիքի անդամների եւ նրանց գործնեության, դրանք կլինեն իր եղբայրները, դա կլինի իր ընտանիքի անդամները։ Դե գիտեք, Նարեկ, 1995-97 թվականներին Հանրապետության առաջին նախագահ Լեոն Տեր-Պետրոսյանի որդի Դավիթը կեղծ ակցիզային դրոշմանիշներ էր վաճառում եւ բոլոր դրա մասին գիտեին։ Ամբողջ հայազգը դրա մասին գիտեր։ Եթե դրա օրինական հարկը պետք է վճարվեր բյուջեին 1200-1400 դրամի չափ տատանվում էր, ապա ինքը 50-ից 60 դրամով կեղծ ակցիզային դրոշմանիշներ էր վաճառում։ Դե գիտեք, երկրորդ նախագահի ընտանիքի անդամները, երբ որ բանակում ծառայել են, ընդամենը մուտք են գործել նույն օրը, որպեսզի ձևակերպեն փաստաթղթերը եւ մեկ էլ 2 տարի անց գնացել են զինվորական գրքույկը ստացել են։ Հիմա Ռոբերտ Քոչարյանը խոսում է բանակից, բայց եթե ինքը գնա տեսնի մեր բանակի զորամիավորումները մարտական պատրաստվածությամբ, տեխնիկական հագեցվածությամբ, ուրեմն պաշտպանական բնագծերը, տեսավորոնորողական այդ ամբողջ առանձնագիծը, ապա նա չի իմանա, որ բանակ է գնա, որ բանակում է եղել, որտեղ իր բանակը եղել է ուրեմն օգտագործված անվադողերը որպես պաշտպանական բնագծեր, պահածոների ձկան եւ մսի պահածոների թիթեղյա տարաներն էլ եղել է որպես տեսավորոնորողական սարքեր։ Նա չի իմանա բանակը ինչ է։ Առավել եւս որ նրանք բանակի հանդեպ ոչ բանակի վերաբերյալ ոչ մի պատկերացում չունեն, ոչ մարտունակության վերաբերյալ, գալով նրան, որ երբ որ ասում են մեր բանակը այսպես, մեր բանակը այնպես, իրենք բանակի կայացման մեջ ոչ մի դեր չեն կատարել, ես ասում եմ ամենայն պատասխանատվությամբ։ Եվ այս ամեն ինչի կհանգեցնի, պարոն Սաֆարյան, շատ գեղեցիկ գնում է քարոզարշավը։ Ես վերջերս մի քանի տեղ հայտարարեցի, որ 3 ուժերը Հայաստան դաշինքը, Ուժեղ Հայաստանը եւ մյուսն էլ Բարգավաճ Հայաստանը այդ ամբողջ գովազդային գումարները ծախսում են մեկ նպատակի համար՝ Նիկոլ Փաշինյանին գովազդելու համար, որտեղ բավական է իրենց էությունը հասկանա մեր ժողովուրդը, այլևս կարող եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանի ճանապարհը դեպի նվազագույնը 50+1 ձայն հունիսի 7-ին ճանապարհը ամբողջովին կանաչ է։ Եվ գիտեք ինչ, ես ապշում եմ, ես նողկանք եմ ապրում, այս բառը երկրորդ անգամ կրկնեմ, երբ Ռոբերտ Քոչարյանը ասուլիս է հրավիրում կամ Սերժ Սարգսյանը։ Ինչի իրենց խոսքի ազատության իրավունքն են օգտագործում։ Ես կարծում եմ, որ նրանք պիտի միայն խուսափեն իրենց քրեական ոճրագործություններից, այն էլ դատարանում, եւ իրենց քաղաքական ոճրագործություններից միայն դատարանում, խոսքս վերաբերում է 3 ուժերի ներկայացուցիչներին, 3 ուժերի ղեկավարներին, որովհետեւ շուտով նաեւ ի հայտ է գալու Հայաստանի էլեկտրական ցանցերում բազմաթիվ մսխումներ, տասնյակ միլիոնավոր դոլարների, իսկ Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավարի եւ Հայաստան խմբակցության ղեկավարի հետ կապված այլևս չեմ խոսում, որ հարյուրավոր սպանությունների, թալանի, ամեն ինչի հետ կապված ամեն ինչ ակնհայտ է, մարտի 1-ի հետ կապված, հոկտեմբերի 27-ի հետ կապված։ Տեսեք, ամենահասարակ բանը մեր ժողովուրդը մինչև հիմա չի հասկանում, ոչ թե չի հասկանում, մեր ժողովուրդը մինչև վերջ պիտի հասկանա, որ այդ 3 ուժերի իշխանության գալու միակ նպատակը, միակ մոլուցքը էժան ճանապարհով ձեռք բերված թալանի, ավարի, եկամտի պահպանումն է։ Եվ նորացում ինչ է իրանց ունեցվածքին, ինչ ա եղել Նիկոլ Փաշինյանի կառավարման 8 տարվա ընթացքում։ Հա, Ծառուկյանի Փեսայի այդ միտումը կարծում եմ հիմա ես ասեմ, հակակոռուպցիոն քաղաքականության հետևողական ձեռքբերումների արդյունքում շատ ուրեմն փաստեր է դուրս գալու ջրերես եւ այո, շատ արագ կերպով Հայաստանի
հանրապետության բյուջեն լցվելու է մի քանի միլիարդ դոլարով։ Տեսեք, Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, որ իմ ժամանակ ոչ մի նախարար մինչև ճանապարհ չի անցել մեծ շկոլա, այսպես ասած, պաշտոն չի ստացել։ Հայաստանի Հանրապետության ամենաարգահատելի, ամենաոչ կոմպետենտ, ամենամակարդակ կառավարությունները եղել է Ռոբերտ Քոչարյանի ժամանակ։ Կարող եմ թվարկել տասնյակներով բնապահպանության նախարարներ՝ Մուրադ Մուրադյան, Վարդան Այվազյան, այլևս չեմ խոսում Արմեն Հարությունյան, շինարարության նախարար Դավիթ Լոկյան, եւս տասնյակներով նախագահի վերահսկողության ծառայության պետ Բարսեղյան, որոնք նույնիսկ չունեին, նրանք չէին տրանսպորտի նախարարներ եւ այլն, որոնք հայերեն գրել կարդալ չգիտեին, որոնք բացարձակապես ոչ մի ճանապարհ չեն անցել։ Ներկայումս կառավարության մեջ մենք ունենք նախարարներ, որոնք կյանքով Ռոբերտ Քոչարյանը անձամբ կերազեր ունենար իր կառավարության մեջ այդպիսի նախարարներ։ Եվ նույնիսկ նա առանց ամաչելու ասում է ֆինանսների նախարարը Վարդան Խաչատրյանն ճիշտ է, մասնագիտությամբ ֆինանսիստ չէ, տնտեսագետ չէ, պոլիտեխնիկի քիմիայի ֆակուլտետն ավարտել, կամ ասում է Ճշմարիտյանը հայտնի Գոսպլանի աշխատակից։ Նա Գոսպլանը պետպլանն է, նա պետպլանի աշխատակից չի եղել, նա եղել է Գոսնաբի, իր իսկ բարերով, պետմատի, դա նրանից է, որ Ռոբերտ Քոչարյանը չգիտի ոչ ռուսերեն կարգին, ոչ հայերեն եւ մի քիչ էլ ծիծաղելի ժանրից ասեմ, ոչ էլ ադրբեջաներեն։ Նրա իմացածը զուտ մեկն է։ Նիկոլ Վարչաբանը Ռոբերտ Քոչարյանը իշխանության մոլուցքով տարված, իշխանությանը ձգտելու եւ այդ աթոռին տիրանալու համար պատրաստ է կողքրտել բոլոր սրբությունները, ընդհանուր նաեւ իր ընտանիքի։ Ես կարող եմ նաեւ ասել, գիտեք, ինչ անի ընտանիքի կողքրտել բոլոր սրբությունները։ Փաստը այդպեսին է, կարող եմ տասնյակ փաստեր ասել, կարող եմ, եթե դուք ձեր վրա այդպիսի պատասխանատվություններ չվերցնեք, տեսեք, ամենահասարակ բանը։ Նախ Տիգրան Նաղդալյանի սպանության հետ կապված ես ունեմ իմ ուրույն կարծիքը, քանի որ ժամանակին իմ ՊԱԿ-ի ընկերները ինձ ասել են, որ սա եղել է կրկնակի գործակալ, այդ սպանություն իրագործողը, դե դա գիտեք, հատուկ օպերացիաներ է լինում, եւ 18 օր, երբ որ ասում եմ իմ եղբայրս է Վազգեն Սարգսյանը 18 օր նախագահականի առջև հացադուլ անելուց հետո նա Գրետա Սարգսյանին չընդունեց։ Նա կարող էր ընդունել, ասել փաստերը սա են, զորեղ են եւ այլ եւ այլ։ Ինչ ընկերության, ինչ մարդկության մասին է խոսում։ Ուրեմն հոկտեմբերի 27-ը, եթե մեր իրավապահ մարմինները ապագայում եւս չանդրադառնան ու չբացահայտեն, ես էլ ունեմ իմ փաստարկները։ Ես դեռևս չեմ ասել ոչ մի բան։ 1997 թվականի հոկտեմբերի 24-ին Կիրակի օրը ես լինում եմ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար պարոն Ալիկ Հարությունյանի մոտ եւ ասում եմ, որ շուտով ընդունելության եմ արժանանալու Վազգեն Սարգսյանին, քանի որ ես աշխատում եմ որպես ավիատրանս գործակալության գլխավոր տնօրեն Տոմսերի վաճառքի, ասեց, բա այդ ոնց եղավ, ասացի, գիտեք, ես Լեոնարդ Պետրոսյանի մոտ եմ եղել, այն ժամանակ նա եղել է օպերատիվ հարցերով նախարար, առանց տանելու, առանց բերելու, ասեց Լեոնարդ Պետրոսյանը թող մտածի իր անվտանգության մասին, տես վաղը չեմ մյուս օրը նրա հետ ինչ է կատարվելու։ Այդ ամենը տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ից 3 օր առաջ, որ հոկտեմբերի 27-ի մեջ մխրճված էին Հայաստանի ղեկավարները, նվազագույնը Ռոբերտ Քոչարյանը եւ ուժային նախարար, դրա մասին երկու կարծիք լինել չի կարող։ Այլևս չեմ խոսում շատ բաներից։ Ես պիտի ասեմ, որ այսօր, երբ որ Ռոբերտ Քոչարյանը Դաշնակցության կուսակցությանը հենարան դարձնելով գնում է շրջաններում հանդիպումների քարոզչական, ուրեմն նախընտրական աշխատանքների շրջանակներում, ապա Դաշնակցության ներկայացուցիչները պիտի առնվազն մեծ ամոթանք զգային, թե ինչպիսի գործունեություն է ծավալել հայ հեղափոխական դաշնակցության դեմ Ռոբերտ Քոչարյանը 1992-1996 թվականներին։ Եթե Գյորգի Պետրոսյանը, եթե շատերը հիմա չխոսեն Ռոբերտ Քոչարյանի հակադաշնակցական
գործնեայության վերաբերյալ Արցախի հանրապետությունում, Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում ես շատ շուտով անպայման հարցազրույց եմ տալու նրա բացասական, նրա ազգակործան գործնեայության վերաբերյալ հայ հեղափոխական դաշնակցության հանդեպ նաև Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում։ Այլևս կան շատ փաստեր, բայց ես ասում եմ ներկա քարոզարշավի տրամաբանությունը թույլ է տալիս ինձ հայտարարելու, որ կառավարությունը շատ հանդուրժող է, շատ մեծահոգի է, բայց անողոք պիտի գտնվի կաշառք բաժանողների հանդեպ, անիմաստ շոու սարքողների հանդեպ, ոչ եթերային բառապաշարը գնալով ավելի ահագնացող դառնալու դեմ պայքարի հանդեպ եւ էլի շատ խնդիրների հանդեպ։ Հակառակ դեպքում ես ասում եմ իր հստակ խոսքը պիտի ասի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Պարոն Սաֆարյան, Ծառուկյանի տղայի թեման նաև քննարկվեց այս քարոզարշավի ժամանակ, Ծառուկյանը դա համարեց ընտանիք մտնելու գործողություններ Փաշինյանի կողմից, բայց ընդհանուր ինչու է Ծառուկյանի տղան արդեն ոնց որ երկրորդ տարին է բանում Բելարուսում։ Ծառուկյանի տղան կատարել է հանցանք, օրենքով նախատեսված, բոլորս գիտենք դրա մասին եւ բոլորը գիտեն դրա մասին եւ իրապահպան մարմինները գիտեն դրա մասին։ Ընդհակառակը ես նաեւ համոզված եմ, որ որոշ ուժային կառույցի ղեկավարներ ազատվել են պաշտոնից միայն նրա համար, որ չեն կարողացել ուրեմն Ծառուկյանի տղայի ներկայությունը Հայաստանում ապահովել։ Եվ այդ քրեական գործի շրջանակներում 5 հոգի ենթարկվել են քրեական պատասխանատվության եւ այդ քրեական գործի շրջանակներում ամենամեծ մեղսակցության բաժինը ունեցել է Գագիկ Ծառուկյանի որդին։ Այնպես չի, որ ինչ է տեղի ունեցել։ Դու գիտեք բոլորդ հայտնի կազինոյի դեպքը, որ զենքով կրակոցներ, զենքով սպառնալիքներ եւ այլն, որը անպայման նախատեսվում է քրեական պատիժ։ Հիմա գիտեք չի կարող պատահի ասել վարչապետը, որ քրեական պատժից խուսափելու համար գտնում է հետախուզման մեջ, դա սխալ արտահայտություն լինի։ Մենք բոլորս էլ ժամանակին ուրեմն առերեսվել ենք իրապահ մարմինների հետ եւ պիտի ասեմ շատ պատվով։ Բոլորն էլ հիմա գլխավոր դատախազը փախնում է քրեական հետապնդումից։ Միլիոնատերը փախնում է քրեական հետապնդումից հայտնի բանալի գործ։ Ինչպես ինչու հենց Բելարուս։ Դե դա իրեն պիտի հասնենք, որովհետեւ ինքը ասում է Ալեքսանդր Գրիգորիչի մեծ աղբերն է։ Ալեքսանդր Գրիգորիչի ընկերն է, որովհետեւ այնտեղ անվտանգ ապահով տեղ է։ Ըստ պարոն Ծառուկյանի։ Դե ես կարծում եմ այդ հարցի թիրախը հենց Գագիկ Ծառուկյանն է։ Եվ նաև ես ձեզ ասացի, որ առանց կրակ ծուխ չի լինում, չէ՞։ Եվ ես գիտեմ, որ մեր իրավապահ մարմինների ղեկավարներից մեկի ազատման պատճառն էլ հենց դա է դարձել, կամ թույլ հսկողությունը, կամ աշխատող անելը։ Դե համենայն դեպս կարծում եմ վարչապետին հասել է այդ ինֆորմացիան եւ նա բավականին խիստ է արձագանքել դրան։ Եվ մամուլը հրապարակեց փաստաթղթեր, թե ինչ սցենար ունի Մոսկվան, ինչպես է միջամտել Հայաստանի ներքաղաքական կյանքին ընտրությունների շրջանում, որը վերագրվում է Կիրիենկոյի գրասենյակի աշխատանքին, մասնավորապես ինչ հրապարակումներ պետք է արվեին, ինչպես պետք է տարածվեին, հետո դրանց վերաբերյալ հաշվետվություններ կան, թե այդ իրենց հրապարակում նետած տեղեկությունը ինչ ազդեցություն է ունեցել, ովքեր են դրա մասին խոսել, ինչ դիտումներ է ունեցել, սա կարող է նախ դա դուք ինչպես եք մեկնաբանում եւ ինչ ազդեցություն սա կարող է ունենալ ընտրությունների վրա։ Նարեկ ջան, նախ կուզենամ մի 20 վայրկյան շեղվեմ։ Տեսեք, ռուսական լրատվամիջոցները, քաղաքական շրջանակները, Պետդուման եւ արտաքին գործոս նախարարը մեծ ցավով են տանում այն իրողությունը, որ Զելենսկին ներկայ է գտնվել եվրոպական քաղաքական համայնքի, ուրեմն այստեղի գագաթնաժողովին, խորհրդակցությանը։ Տեսեք, դրանից մի քանի օր առաջ Ուկրաինայի նախագահը ներկայ է գտնվել, ընդունելության է արժանացել Ադրբեջանի նախագահի կողմից եւ ստորագրվել է պայմանագիր 122 մմ-անոց հաուբիցների, հրթիռների անխափան, անխոչնդոտ մատակարարման համար Ադրբեջանից Ուկրաինա։ Եվ մինչև հիմա
ռուսական ոչ մի լրատվամիջոց համարժեք արձագանք չի տվել դրան եւ որևէ քաղաքական գործիչ ընդհակառակը կարծեմ 2 օր առաջ էլ թե 3 Ադրբանի Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետն է ժամանել Ադրբեջան։ Հիմա ես ձեզ ասում եմ, ինչ եք կարծում։ Դա ինչից է գալիս, որ Ադրբեջանը վարում է ինքնուրույն քաղաքականություն, ելնելով իր սուվերենության ինքնիշխանության շահերից եւ ունի էներգետիկ անկախություն, ունի տնտեսական անկախություն, ճիշտ է, գոյություն ունի նաեւ մեկ այլ հզոր գործոն, դա Թուրքիայի գործոնն է, բայց ես պիտի ասեմ հիմնականը, որ Ադրբեջանը վարում է ինքնուրույն քաղաքականություն։ Գալով նրանց բարձրացրած վայնասունին կապված Զելենսկու հետ, Ուկրաինան եվրոպական քաղաքական խորհրդի անդամ է, Եվրախորհրդարանի անդամ է եւ Ուկրաինայի նախագահը ընդամենը ժամանել է այստեղ։ Նրանց բարձրացրած վայնասունը Զյուգանովի, մյուսների հետ, փաթած ուղեղների, հայերի, չգիտեմ, Միհրանյանի, Բաղդասարովի եւ մյուսների դրանք գիտես ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ նրանց նավը արդեն վաղուց խորտակվել է։ Նրանք պիտի այդ մեղքը փնտրեն իրենց մեջ։ Հայաստանի Հանրապետության կառավարությունները սկսած 1990 թվականից առ այսօր եւ հատկապես Նիկոլ Փաշինյանի կառավարությունը առ այսօր շարունակում է ոչ ասել հակառուսական քաղաքականությանը, առ այսօր շարունակում է Ռուսաստանի հետ պահել դաշնակցային բոլոր պարտավորություններն ու իրավունքները եւ ընդհակառակը երբ որ խոսք է գնում ԵԱՏՄ-ին անդամակցելու մասին, դեռևս դա չի նշանակում, ուրեմն որ մենք պետք է ընտրենք Եվրամիության ճանապարհը կամ ստեսություն ասենք ԵԱՏՄ-ին։ Վերջերս էլ ընթերցում եմ դարձյալ Բարգավաճ Հայաստան կուսակցությունից գիտության դոկտորներ, նախ ԵՏՄ-ի, իրենք որ ասում են, իրենց դոկտորները ԵՏՄ-ի, նախ ԵԱՏՄ-ի, պիտի հստակ ասեն, եւ բոլորն էլ պիտի ասեն, այդ եթե պիտի լիներ հանրակրվե ԵԱՏՄ-ին կամ ԵՄ-ին միանալու առումով, քանի որ դա անմիջապես աղերսում է Հայաստանի Հանրապետության սուվերենության սահմանափակումներին կամ ինքնիշխանությանը, ճիշտ է թե չէ։ Այդ ինչու չեն 13 թվականին 2000, երբ որ Սերժ Սարգսյանը ընդամենը 1 օրվա մեջ 180 այստանի շրջադարձ կատարվեց։ Կիրիենկոյի, Օվերչուկի, Լավրովի բոլոր պլանները ձախողված են։ Այսինքն ինչ պետք է անեն։ Այսինքն ով է ասում, որ 21-րդ դարում մենք չենք կարող ունենալ ինտեգրված տնտեսություն, մենք չենք կարող ունենալ գերժամանակակից նորագույն տեխնոլոգիաներ, արհեստական բանականություն, գերժամանակակից երկաթուղի եւ այլ։ Դե հիմա գիտեք ինչ խոսում են տնտեսագետներ, նախկին վարչապետներ, որոնց ժամանակ մեր մի քանի տրիլիոն դոլարի հասնող սեփականությունը կոպեկներով, վաուչերներով փոշիացվեց, խոսում են ֆինանսների նախարարներ, որոնք եղել են լակեյներ, պնակալեզներ, այսօր էլ ասում են Իրանից ստացվող կամ ուրեմն Իրանից առաքվող գազամուղի տրամաչափը շատ նեղ է եւ այլ, սա մեկ նպատակ ունի նենգասպառնալիքով վախեցնել հայ ժողովրդին։ Ընդհակառակը, եթե մենք ուզում ենք Ռուսաստանի հետ ունենալ փոխադարձ դաշնակցային հարաբերություններ, ապա մենք պիտի վարենք հավասարակշռված եւ հավասարակշռման քաղաքականություն, մենք պիտի վարենք ինքնիշխան արտաքին քաղաքականություն։ Մնացած բոլոր դեպքերում մեզ ոտնակող կանեն։ Ինչը ապացուցում է պատմությունը, ավելի քան 200 տարվա։ Այդ հրապարակումները ինչ ազդեցություն կարող են ունենալ ընտրությունների։ Ես ասեմ, ներկայումս ռուսական ձեռքի ցանկացած միջամտություն մեր ներքին իրավիճակները այսպես կոչված ըստ իրենց քիմքին խառնելու կամ փորձել մեկին օգնել սատարել ունենալու է ուղիղ 180 աստիճանի հակառակ ազդեցություն, հակառակ էֆեկտ։ Ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ, արդեն ընդգծվում է այդ բոլոր կոնտուրները, ուրվանկարները, ուրվագծերը, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններում մոտավորապես քանի ուժ են անցնելու ապագա խորհրդարան, քանի ուժ են որ կանգնելու են շեմի նախօրյակին 4%-ի եւ քանի ուժեր են փոշիացնելու այդ ձայները։ Չգիտեմ հիմա այդ համամասնական, երբ որ բաժանվում է այդ ձայները նայած որ ուժերին եւ այլ, բայց ես պիտի ասեմ, ես ինքս խոր կասկած ունեմ, որ
Հայաստան դաշինքը եւ Բարգավաճ Հայաստանը կարող են անցնել այդ ընդունված շեմը խորհրդարան անցնելու համար։ Մեկի դեպքում 4%, մյուսի դեպքում 8%։ Մեկ այլ բան էլ պիտի ասեմ, ես եթե թույլ կտաս, հարգելի Կիրակոսյան ջան, դրանք 3 անունները Հայաստանը երբ որ կոչել են իրենց քաղաքական ուժերի անունները, դրանք ոչ մի կապ չունեն Հայաստանի հետ։ Գագիկ Ծառուկյանի Բարգավաճ Հայաստանը բացարձակապես դա կապ չունի Հայաստան անվան հետ։ Ռոբերտ Քոչարյանի Հայաստան դաշինքի արչևից պիտի դնել սպանդի եւ ոճրագործության եւ թալանի Հայաստան։ Ուժեղ Հայաստանը բացարձակապես պիտի դնել միայն լակեյների եւ ուրեմն խամաճիկների Հայաստան, Բարգավաճ Հայաստանն էլ պիտի դնել միայն թալանի նվաստացումների անգրագետների Հայաստան։ Եվ երբ որ Քոչարյանը ասում է ինչ գործ ունես հայի ինքնության հետ այ համբալ, հիմա ես իրեն պիտի հակադարձեմ։ Ինքը չգիտի հայի ինքնությունը որն է։ Եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավորների ասեմ, նախարարների ասեմ, շատերի գիտեն հայի ինքնությունը որն է, ապա ես պիտի իպատիվ Ռոբերտ Քոչարյանին ասեմ, որ ինքը ինչքան հայի ինքնությունից հեռու գնա, այնքան մեր ազգը կշահի։ Ինքը ինչքան հայի ինքնության հետ ասոցացվի, այնքան մեր ժողովուրդը կշահի։ Մարդ, որը չգիտի ինչ է հայ մշակույթ, մարդ, որը չգիտի ինչ է հայ եկեղեցին։ Տեսեք, ամենահասարակ գովազդը, չէ, փոքրիկ երեխայի պարագայում ասում է, ես էլ եմ ուզում գնալ, ասում Արցախ եմ, ասում ես էլ եմ ուզում գնալ, ես ուզում եմ Քոչարյանին հարց տամ։ 2008 թվականից մինչև 2023 թվականը դու քանի անգամ ես եղել Արցախում։ Դու ինչու Արցախի պատերազմի օրերին նրանք անթակույց հրճվանքով ուզում էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պարտությունը, քանի որ նրա շուրջն էլ ես գիտեմ ովքեր են հավաքվել, շուտով ես նրանց անունը եւս բարձրաձայն հնչեցնելու եմ, եւ ես պիտի մի բանով էլ դիմեմ, տեսնեմ այդ թալանատից, այդ էժան ձեռք բերած ավարից նրանք ինչ են ուղարկել արցախայերին օգնության համար։ Ես դեռևս ձեզ ասել եմ, շուտով ես սկսելու եմ իմ հանդիպումների շարքը տեղահանված բնակիչների, բազմաթիվ խնդիրների հոգալու եւ ընթരാճ գնալու համար, եւ ես պիտի նաեւ անդրադառնամ այն մարդկանց, որոնք ընդամենը մի քանի տասնյակ հոգի են եւ փորձ են անում ստեղծել իբր որ նրանք Ղարաբաղցիները դեմ են մեր պետականությանը, այլ կարող են երջանիկ պատահականությամբ հայտնվել կամ Հայաստան դաշինքի ընտրողների ցանկում կամ ուժեղ Հայաստանի կամ Բարգավաճ Հայաստանի, ես այդ կեղծ միֆը հոդս եմ ցնդեցնելու եւ կարծում եմ արժանահատ կերպով իմ հարցազրույցների ժամանակ հստակ ու պարզորոշ ընդգծված։ Պարոն Սաֆարյան, լսեցիք որ Սուրեն Պապիկյանն ասում էր քշի, հələ քշի ուժեղ Հայաստանի աջակիցների ուղղությամբ մեքենան քշելու հրահանգեր տալիս։ Ճիշտ է, նրանք եկե իրեն ակցիայի տեղն էին հավաքվել, գոռում էին Սամվել վարչապետ, բայց այնուհանդերձ պաշտպանության նախարարը հրահանգեր տալիս, որ մեքենան քշեն, բավարար մարդ լիներ մեքենայի տակ։ Նարեկ, տեսեք, դուք անընդհատ մեր այս 1.5 տարվա ընթացքում դուք միշտ փորձել եք ինձ մտցնել փակուղի։ Եվ ինչքան գիտեմ, փակուղին ո՞րն է, որ ստեղծված իրավիճակն եմ ասում։ Բայց ես պիտի ասեմ ձեզ, որ ես միշտ փորձել եմ կիրթ կերպով պատասխանել ձեր բարձրացրած հարցերին, իմանալով, որ դրանք բոլորը տրամաբանված են եւ օբյեկտիվ են։ Ես անկեղծորեն այդ քշել բառը չեմ լսել, բայց այն որ փորձ են արել խանգարել Պապիկյանի հանրահավաքը Տաշիրում, ես դրանք տեսա, ես ձեզ խոստանում եմ հստակ կերպով մինչև հունիսի 5-ը, եթե մենք ժամանակ ունենանք հարցազրույց տալու, ես ձեզ խոստանում եմ ամենայն անկեղծությամբ 100 պատշաճի, ես դրանք կուսումնասիրեմ եւ ձեզ խոստանում եմ առանձին դրան այդ հարցին անդրադառնալ։ Հայաստանի Հանրապետությունից, իկապի հետևից
Ճանապարհը բաց է, հետևից։ Պիկապի հետևից։ Սիրում ենք բոլորից, սիրում ենք, շատ ենք սիրում։ Մենք քաղաքական դասը կտանք ձեզ ցուրտ տվողների։ Մի րոպե հիմա մենք այդ դեպքն ենք նայում։ Անում է ժողովրդին։ Եվ Սերժա Քոչարյանը այսօրվա զգուշացումս Ընդամենը 50 վայրկյան է։ Հա, ես կասեմ, կպատասխանեմ, չեմ զլանում, չեմ երկնչում, կպատասխանեմ։ Լսեցիք։ Այո։ Ասма քշի, հələ Ուրեմն քշի։ ես դա անընդունելի եմ համարում, դատապարտելի եմ համարում, դա չի նշանակում, որ ես նրանց կողմից կատարած արարքներին եւս պիտի աշկ փակեմ, այո, սա եւս անպայման պիտի քննադատության թիրախ դառնա ապագայում խստիվ կերպով, որպեսզի դա չկրկնվի։ Ինչ էին ուզում անել Կարապետյանի աջակիցները ձեզ Պապիկյանի քաղաքաշարի ժամանակ։ Ես կարծում եմ հավանաբար ուզում են պարզապես խանգարեին, ֆոն ստեղծեին, որ ասենք այնտեղ չի կարող քաղաքացիական պայմանագիր ունենալ աջակիցներ, այսպես ինչ են ասում, անապատի օազիս ստեղծել, որը որ կարծում եմ դա նրանց չի հաջողվի, որովհետև արդեն գնացքը վաղուց գնացել է։ Տեսեք, ես մի բան ասեմ, Նարեկ ջան, բոլորս գիտենք, որ ընտրություններում մեր նախորդ ընտրությունները մինչև 2018 եւ 2021 թվականները մենք բոլորս գիտենք ընտրությունների ինչեր է կատարվել։ Նկողներում գողանալ մարդ տանել պահելը, ձայներ կեղծելը, քվեատուփեր լցնելը, կաշառելը, այսօր էլ գիտեք, քանի հոգի են կաշառքի գործով անցնում Բարգավաճ Հայաստանի գործով, նույնն էլ փորձում են հիմա շարունակեն, վերջերս էլ տեղի ունեցավ այդպիսի կաշառքի բազում դեպքեր վաղարշաբաթ խոշորացված համայնքի ընտրությունների ժամանակ, հիմա էլ շարունակվում է, սրանք բոլորը արգահատելի, խստիվ դատապարտելի, քրեական, ուրեմն հոդվածներով նախատեսված հանցանքներ են, բայց ես պիտի ասեմ, որ սրանք անթույլատրելի են, նաև այդ թվում քիչ առաջ ձեր բացրացրած հարցը, եւ գիտեք ինչ, ընտրությունների վրա սրանք չեն կարող ստվեր գցել, ընտրությունները չեն կեղծվելու, ընտրություններում լծակներ, պետական լծակներ, իշխանական լծակներ չեն օգտագործվելու, ռեզերվներ չեն օգտագործելու, ռեսուրսներ կառավարական չեն օգտագործելու։ Արմավիրի դասախոսի ձայնագրությունը, քվական, Նարեկ ջան, ես ձեզ ասեմ, ապարանի ուսուցիչները։ Ես այո, ապարանի ուսուցիչները, աշակերտների, դուք չգիտեք, որ ես էլ եմ ուշով հետևում շատ գործընթացների։ Սրանք բոլորը չարաշահումներ են, դատապարտելի են, բայց ես ասում եմ, այս ամեն ինչը ընտրությունների վրա ստվեր գցել չեն կարող։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Հայաստանի Հանրապետության արդարադատության համակարգը, Հայաստանի Հանրապետության սահմանադրության ոգուն ու համապատասխան գործելու է, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարծում եմ անաչառ կերպով դրանք մեկիկ գրանցվելու է։ Շատ հարցեր ես կուզենամ, շատ հարցերի պատասխանը ես ավելի իրազեկված լինեմ տալ, բայց ես կարծում եմ շատ հարցերի թիրախը ես չեմ, համապատասխան պետական կառավարական մարմիններն են։ Ես եմ շնորհակալ։